Մի աննշանակ։ Շնորհակալություն, Armenia Today, Աննա։ Առաջին հարցս վերաբերում է հետցին, հետցի լիցենզիան դադարեցնելուց հետո հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ առաջիկա ամիսներին բանակցություններ են սկսելու հետցի գույքի սեփականության իրավունքի փոխանցման մասով։ Հետաքրքիր է, բանակցությունները սկսվել են թե ոչ, եւ որպես հարցի շարունակություն հետցի լիցենզիան դադարեցնելուց հետո որևէ միջպետական կամ միջազգային գործընթաց սկսել եք այս մասով։ Եվ երկրորդ հարցս վերաբերում է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությանը, ըստ փաստաթղթի, որը հասանելի է դարձել ԶԼՄ-ներին, ձեր վերաբերյալ ռազմական ոստիկանությունը հարցում էր ուղարկել բժշկական կենտրոններ։ Հետաքրքիր է, դուք տեղյակ եք այդ փաստաթղթից եւ ինչ նպատակներ եք տեսնում, ինչու հենց այս փուլում որոշեցին ձեր առողջությամբ հետաքրքրվել։ Ես շնորհակալ եմ, որ իմ առողջությունը կարևորվում է այդքան, որ հետաքրքրվում են։ Ինձ ուրախ կլինեմ, որ իրենք էլ հետևեն եւ ավելի աչառ լուրջ լինեն։ Ինչ վերաբերվում է հետի հետ կապված հարցերին, կա միջազգային դատարանի որոշում, որ Հայաստանի պետության ղեկավարի ցանկությունով չի կատարվում։ Դա նշանակում է, որ Հայաստանը միջազգային իրավական process-ների կատարման ուղղությամբ իր վերցած պարտավորությունները առաջի անգամ երևի չի կատարում։ Դրա պատասխանատվությունը իշխող որոշում կայացնողի վրա է, որի հետևանքները ժամանակի ընթացքում ցավոք Հայաստանի Հանրապետությունը ստիպված է լինելու կրել։ Որևէ բանակցություն չենք պատկերացնում, քանի որ կա որոշում, որ այս process-ները դադարեցվի, միջազգային արբիտրաժի որոշում։ Իհարկե աջափնյակի դատարանն էլ կարևոր ինստանցիա է, բայց միջազգային արբիտրաժի որոշումով արդեն ոնց որ այդ որոշումը կա եւ կարծում եմ պետք է պետությունը կատարի, որովհետեւ դրա հետևանքները կարող են խնդրարույց լինել։ Շնորհակալություն։ Հայլակ Ֆարադյան, իրականում է։